Այս մարդկանց եւ առասարակ Ղարաբաղը որպես այդպեսին իրենք օգտագործել են բոլոր ժամանակներում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հեղափոխության արդյունքով իշխանության էր գալիս, դեռ չէր եկել, դեռ տեխնացու էր վարչապետի։ Այն կարճահասակ Սերժիկի падգամավորները Լե հիշեք էլի ժողովուրդ ջան, եկեք հետ գնանք այդ օրեր։ 2018-ի մայիս եկեք հետ գնանք։ Մոռացել եք ինչ էին անում։ Ղարաբաղի մասին խոսք չկար։ Ղարաբաղի մասին պատերազմ անգամ չկար, զրույց չկար։ Իհարկե այդ զրույցը Սերժն էր բերել մեր օրակարգ, որ եթե ինքը չլինի, կլինի պատերազմ, բայց ինչ էին անում այս падգամավորները։ Առավոտից երեկո եկելա հողերը տա, եկելս հողերը տաս, եկելա հողերը տա, եկելա հողերը տա։ Ինչի էր դա արվում։ Այ որ 100-120 հազար մարդու թունավոր են Հայաստանի Հանրապետության իշխանության, Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ ու հերթական Ղարաբաղյան կլանը բերեն։ Այդ Հայաստանի ժողովուրդը չի վիրավորվում։ Կանդազներն ու մնացած դազները, որ բերել եք Երևանի կենտրոն ու մարդկանց վրային կրակում այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեզ հարց չունի։ Այդ նրանից է, որ Նիկոլ Փաշինյանի ոտերը բարի ուղիղ իմաստով Քոչարյանասերժական կլանը փոխանակ լվար ու ջուրը խմեր, մի հատ էլ շնորհակալություն հայտներ իրենց նկատմամբ վենդետա իրականացնելու նկատմամբ։ Հիմա սրանք լեզու են առել, թափ են հավաքել։ Ես հուսով եմ, որ վարչապետն իր խոսքերի տերը կլինի ու հատիկ Քոչարյանից սկսած Սերժով Կալուգացով Բելարուսամետով կզծնելու է, ժողովուրդը չոկացնելու է սրանց։